Բարև ձեզ, եթերում թափանցիկ զրույցն է եւ այսօր մեր հյուրն է Էլինար Վարդանյանը, ով Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի սոցիալ-մշակութային մի շարք ծրագրերի համակարգողն է, նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի 11-րդ համարը։ Բարև ձեզ Էլինար։ Բարև ձեզ։ Էլինար, այսօր մենք խոսելու ենք բնապահպանական նաեւ հաշմանդամների իրավունքների ու խնդիրների մասին, նաեւ քաղաքականության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարի ընթացքում ձեր ելույթի դուք անդրադարձաք հաշմանդամների խնդիրներին, մասնավորապես նրանց ընտրելու իրավունքին, ընտրատեղամասերում թեքահարտակների պատրաստման խնդրին։ Արդյոք ըստ ձեզ դա լիովին բավարար է նրանց իրավունքները, մասնավորապես ընտրական իրավունքը ապահովելու եւ հասարակական կյանքում նրանց ներգրավվելու համար։ Իրականում ես ինչպես նշեցի, հաշմանդամների խնդիրները բազմաթիվ են եւ ես անդրադարձա դրանցից ընդամենը մի քանիսին։ Թվարկեմ հերթով, առաջինը, որ իմ կողմից շեշտվեց հատկապես դա ընտրելու իրավունքը իրացնելու անհնարինությունն է, քանի որ ընտրատեղամասերը, որոնք հիմնականում գտնվում են տարբեր դպրոցներում եւ մշակութային կենտրոններում, չունեն թեքահարտակներ, ինչն էլ փաստորեն արգելք է հանդիսանում, որպեսզի սայլակների մեջ գտնվող սայլակներից օգտվող հաշմանդամները կարողանան մասնակցել ընտրություններին։ Մենք մի քանի ամիս առաջ հանդիպել էինք մի շարք հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ եւ իրենք բարձրացրեցին այդ հարցը։ Այսպես որոշեցինք իրականացնել մի փոքրիկ ծրագիր եւ վերջիններս տրամադրեցինք միջոցներ ծբրան ընթացքում թեքահարտակներ կառուցելու համար։ Շատ փոքրիկ միջոցներով եւ շատ կարճ ժամանակահատվածներում մի շարք ընտրատեղամասերում իրենց ուժերով կառուցվեցին թեքահարտակներ։ Այնպես որ դա իրականում կարծես թե այդքան էլ բարդ խնդիր չէ, բայց ցավոք մինչ այժմ իր լուծումը չի ստացել։ Արդեն մենք փաստորեն որևէ անգամ ընտրություն ենք անցկացնում Հայաստանի Հանրապետությունում եւ ցավոք հաշմանդամներից ոչ բոլորն են, որ կարողանում են օգտվել իրենց ընտրելու իրավունքից։ Եվ ընդհանրապես շենքերը, շինությունները հարմարեցված չեն հաշմանդամների համար, հատկապես սայլակներից օգտվողների համար եւ ուստի վերջիններս չեն կարողանում ինտեգրվել մեր կյանքին, հասարակական կյանքին, մշակութային կառույցներ չեն կարողանում վերջիններս այցելել, չեն կարողանում հասարակական հյուր գնալ իրենց բարեկամներին, որտեղ բազմաթիվ շենքեր, գիտեք, հենց մի քանի աստիճաններ կան, որ ստիպված իրենք պետք է հաղթահարեն եւ դա իրենց համար լուրջ խնդիր է։ Լուրջ խնդիր է նաև վերջիններիս տեղաշարժման խնդիրը, այսինքն տրանսպորտի հարցը, մեր տրանսպորտը հարմարեցված չէ հաշմանդամներին, թեև նոր ներկրված ավտոբուսները ասվում է, որ մեկ տարվա ընթացքում պետք է հարմարեցնեն, այս հարցը եւս հաշմանդամները իրենք բազմաթիվ տարիներ բարձրացրել են այդ հարցը եւ նույնիսկ բերել են լուծման մի շարք տարբերակներ։ Ցավոք այդ խնդիրը մինչ այժմ այդպես էլ դեռ լուծում չի գտել։ Եվ անդրադառնալով խնդրին այդ տեսանկյունից կան արդյոք կուսակցության համամասնական ցուցակում հաշմանդամներ, քանի որ խնդիրը այդքան կարևորվում է նաեւ կուսակցության կողմից, չէ՞ որ հաշմանդամների ներգրավվածությունը քաղաքական կյանքում կօգնի կամ կապահովի նրանց իրավունքների իրացումը եւ կհեշտացնի տարբեր խնդիրների լուծումը թե նրանց կողմից եւ թե այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են այդ խնդիրներով։ Անկեղծ ասած համամասնական ցուցակում որքանով որ ես տեղյակ եմ չկա հաշմանդամ ընդգրկված, սակայն դա իհարկե որևէ արգելք չի հանդիսանում հաշմանդամների հետ աշխատելու համար։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում մենք արդեն երկար ժամանակ է հաշմանդամների հետ համագործակցում ենք եւ ցուցակում ընդգրկված չլիները դեռևս ոչինչ չի փոխում, այսինքն պարտադիր չէ որպեսզի հաշմանդամը ընդգրկված լինի ցուցակում, որպեսզի նրանց խնդիրները մեր կողմից բարձրացվի ազգային ժողովում, որքան ժամանակ մենք շարունակել ենք իրենց հետ աշխատել, այդքան էլ պատրաստվում ենք դեռ աշխատել, շարունակել։ Զուտ հաշմանդամի կամ հատուկ կարիքավորի համար նաև նկատի ունեի, որ նա իրեն հասարակության լիարժեք մարդ զգա, լիարժեք անդամ զգա։ Առայժմ մենք երկրում ստեղծված չեն այնպիսի պայմաններ, որպեսզի հաշմանդամները կարողանան իրենց զգալ լիարժեք անդամ։ Իրենք ունեն շատ ներուժ, շատ մեծ ներուժ, շատ ակտիվ են եւ ունեն շատ լուրջ հնարավորություններ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրենց գործունեությունը իրականացնելու համար, սակայն տեխնիկական պատճառներով թեքահարթակներ, տրանսպորտ եւ այլն չեն կարողանում մասնակցություն ունենալ կյանքին։
հասարակական կյանքին։ Եվ հենց այդ տեսանկյունից ձեզ որն է ամենաառաջին քայլը, որը պիտի անի պետությունը տվյալ պահին հաշմանդամների իրավունքները ապահովելու, իրացնելու տեսանկյունից, եւ նաեւ դուք աշխատանքի փորձ ունեք հաշմանդամների հետ եւ նաեւ այդ խնդիրներով զբաղվել եք, ըստ ձեզ որը պիտի լինի թե օրենսդրական եւ թե գործնական դաշտում այդ առաջին քայլը եւ նաեւ ինչպես եք պատկերացնում տեղափոխել ձեր այդ փորձը խորհրդարան այդ մեխանիզմները կիրառելու, սահմանելու տեսանկյունից։ Ուրեմն օրենսդրական առումով կարգավորում ստացել է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը, այսինքն եւ օրենսդրական ակտերով եւ բազմաթիվ որոշումներով սահմանված է, որ կառույցները պետք է ունենան թեկահարթակներ, տրանսպորտը պետք է հարմարեցված լինի եւ այլն եւ այլն։ Զուտ, այո, այդ ամեն ինչը մնում է միայն պարզապես որոշման տեսքով եւ գործնական քայլեր չեն արվում։ Իհարկե հասկանալի է, այստեղ կան նաեւ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն եւ այլն, բայց բազմաթիվ տարիների ընթացքում աստիճանաբար հարցը կարող է լուծում ստանալ։ Բացի այդ, ինձ թվում է քաղաքաշինության ոլորտում կարելի է պարզապես այդ դրույթի կիրառման նկատմամբ վերահսկողությունը խստացնել, որովհետև եթե այժմ մենք էլ հետևենք բազմաթիվ նորակառույց շենքերում, որոնք թեև քաղաքաշինական դրույթների պահանջների համաձայն պետք է ունենան թեկահարթակներ, միևնույն է թեկահարթակները բացակայում են։ Այսինքն այս դեպքում պետք է նախարարությունները համապատասխան եւ արդեն կառավարության մարմինները իրենց խիստ վերահսկողություն իրականացնեն եւ չընդունեն օրինակ այդ շենքերը, որոնք չեն պարունակում համապատասխան թեկահարթակներ։ Ես ընդունում եմ, կառուցվածքները բավականին դժվար է հարմարեցնել, բայց նոր կառուցվողների հարցում կարող ենք հետևողական լինել։ Այո, բնականաբար։ Հաշմանդամների կողմից շատ բարձրացում է նաև զբաղվածության խնդիրը, որովհետև վերջիններս չեն կարողանում գտնել աշխատանքներ եւ իրենց կողմից առաջարկ եղավ, որպեսզի հնարավորություն ստեղծեն, որպեսզի հենց իրենց փոքրիկ բիզնեսով զբաղվեն եւ սակայն այս դեպքում էլ արդեն իհարկե պետք է կարծում եմ մեր խմբակցության կողմից հետագայում ազգային ժողովում եւս կառաջարկվի, որպեսզի պետական պատվեր իջեցվի հենց հաշմանդամներին, որպեսզի որոշակի արտադրանք կարողանան ապահովել հաշմանդամները, թեկուզ ինչ որ կարի արտադրամասի տեսքով դա կլինի, չգիտեմ ինչ, այսինքն որպեսզի հաշմանդամները եւս զբաղվածություն ունենան, նրանք շատ մեծ զբաղվածություն մեծ ներուժ ունեն եւ կարող են շատ օգտակար լինել ընդհանրապես հասարակական կյանքին եւ դրանով իսկ արդեն հետաքրքիր կարող են կազմակերպել իրենց կյանքը։ Շատ լավ է լիներ այժմ անդրադառնանք մի փոքր բնապահպանական խնդիրներին, դուք եւս ձեր ելույթի ընթացքում այդ կարևորեցիք այս խնդիրը, նշելով, որ ներկայում իրավասու մարմինները ընդունում են որոշումներ առանց հանրային լուրջ քննարկումների, առանց հետևելու հանրային կարծիքին, որը իր հերթին էկոհամակարգի համար լուրջ սպառնալիք է ստեղծում։ Կարող ենք ասել, որ Մաշտոցի պուրակի խնդիրը այդպիսի խնդիրներից է, կամ ինչու պիտի առաջինը նման խնդիրների մասին անհանգստանա արվեստագետը, բժիշկը կամ հասարակ քաղաքացին արձագանքի դրան, այլ ոչ թե համապատասխան մարմինը, ինչն է այստեղ խախտված, ինչն է համակարգում ոչ լիարժեք գործում։ Գիտեք, առանձին դեպքերում որոշակի շահեր, դրանք կլինեն տնտեսական շահեր կամ ինչ-որ շահույթ հետապնդելը եւ այլն, շատ ավելի վեր է դասվում, քան թե բնապահպանական շահերն են։ Մինչդեռ մենք բոլորս էլ գիտենք, որ նախ սահմանադրությունն է սահման, որ բոլորս իրավունք ունենք ապրելու մեզ համար համապատասխան բնական պայմաններում եւ բոլորս պարտավոր ենք պահպանել բնությունը։ Եվ առաջին հերթին դա դրված է այդ պարտականությունը պետության հանդեպ։ Ես իհարկե ցավում եմ, որ առանձին դեպքերում առանձին շահեր հանդիսանում են գերակա, քան թե բնապահպանական իրավունքներ, քանի որ վերջին հաշվով այդ միջավայրում բնակվում ենք մենք, մեզանից յուրաքանչյուրը, մեր երեխաները եւ առանց այդ էլ ցավոք մեր բնապահպանական շրջակա միջավայրի վիճակը այնքան էլ այսպես բարենպաստ չէ ու հատկապես Երևան քաղաքի մասին է խոսքը, ուստի այդպիսի հապշտապ որոշումներ, որոնք կարող են լուրջ ռիսկի տակ դնել բնությունը, ինձ թվում է սխալ են։ Եվ ես շատ ուրախ եմ անկեղծ ասած, որ վերջապես կան քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական տարբեր խմբեր, որոնք իրականում մտահոգված են այդ խնդրով։ Եվ մենք վերջին 2 տարվա ընթացքում ամեն դեպքում գոնե ունենք հաղթանակներ գրանցված այդ նախաձեռնությունների, այսպես այո։ Եվ նաեւ այդ տեսանկյունից եթե խնդիրը դիտարկելու լինենք, ինչ պետք է անենք մենք հասարակ քաղաքացիներս, հասարակությունը, որպիսի նման ակտիվությունը եւ հասարակական զգոնությունը դրսեւորվի ոչ թե դեպքից դեպք, այլ տևական կայուն բնույթ ունենա, այսինքն մեր հասարակական գիտակցության մեջ դա որպես արժեք ձևավորվի, ամրագրվի։
Անկեղծ ասած դա գալիս է մեզանից յուրաքանչյուրից եւ բնությունը պահպանելը դա մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է։ Այսինքն սկզբում մենք ինքներս պետք է խնամքով վերաբերվենք բնությանը ու հետո նաեւ պահանջենք մյուսներից։ Իսկ պետությունը իր հերթին պարտավոր է, պարզապես պարտավոր է ապահովել այդ շրջակա միջավայրի պահպանությունը եւ ընդհանրապես բնության անձեռնմխելիությունը։ Մենք պետք է իրավագիտակցության փոփոխություն նախ եւ առաջ պետք է լինի, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ այս պետության մեջ ցանկացած խնդիր սկսում է իրենից եւ եթե ինքը ինչ որ քայլեր ձեռնարկի բնությունը պահպանելու հարցում, կսկսվի իր փոքրիկ բակից, իր փոքրիկ փողոցից եւ ընդհանրապես պուրակներ եւ այլն, այդ դեպքում ինձ թվում է թե արդյունքները իրականում տեսանելի կլինեն։ Եվ Էլինար, վերջում մի փոքր քաղաքականությունից խոսենք։ Դուք Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի 11-րդ համարն եք, նախապես գիտեիք, որ ընդգրկվելու եք ցուցակում կամ որ հորիզոնականում եք լինելու։ Հորիզոնականի մասին իհարկե ոչինչ չգիտեի, իսկ ցուցակում ընդգրկվելը բնականաբար պետք է լիներ փոխադարձ, այսպես ասեմ, համաձայնությամբ, այսինքն դա պետք է լիներ եւ իմ համաձայնությամբ եւ իրենց նախաձեռնությամբ, այնպես որ դա եւ ինձ համար սպասելի էր եւ ցանկալի, նույնը կարող եմ ասել իրենց մասին, հորիզոնականի մասին անկեղծ ոչինչ չգիտեի։ Այսինքն խոսակցությունները կամ մամուլում այն հրապարակումները, որ կան, որ կուսակցություններում որոշումները եւ տվյալ դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որոշումները կայացում են միանձնյա, կարող ենք ասել այդպես է, թե դա որոշակի քննարկման արդյունք է ամեն դեպքում։ Գիտեք, իրականում ես կարծում եմ, որ ցանկացած կուսակցություն ունի մարմին եւ որոշումները կայացվում են մարմնում եւ պարզապես վերագրել որևէ անհատի միանձնյա որոշում կայացնելու ինձ թվում է սխալ է, այդպես չէ իրականում եւ ցուցակը ձևավորվել է քննարկումների արդյունքում, այսինքն ցուցակի ձևավորման ընթացքում հաշվի են առնվել բազմաթիվ կարծիքներ եւ նաեւ աշխատանքը, որ արկա է տվյալ անձանց կողմից, կատարվել է այդ անձանց կողմից։ Շնորհակալություն Էլինար, այսքանը թափանցիկ զրույցի հյուրն էր Էլինար Վարդանյանը, ցտեսություն։